մշտապես կա այդ կապը, ես նաև նշեմ, որ Սփյուռքը համակարգում է գիտության կրթության ազդաժողովը, ուստի պարոն Գաբրիելյան, ինձ ձեր հարցերից եմ տալիս։ Մեսրոպ Մանուկյան։ Շնորհակալություն, պարոն Խանդանյան, ես մի հատ կարձագանք եմ գործընկերոջս Տիկին Լիլիթ Գալստյանի հարցապնդումներին ու ձեր պատասխանին, որ ասում եք սպառնալիք չի, թրիպը, տեսեք, Իրանի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ թրիպ նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա, եւ եթե Իրանը դեմ է Պարսից ծովում ամերիկյան ներկայությանը, ապա նշանակում է նույն տրամաբանությունը կա նաեւ Կովկասում։ Ու ակնհայտ է, որ այս ԱՄՆ-ի ու Իրանի շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս ծրագրի իրագործումը պոտենցիալ սպառնալիքի կոմպոնենտներ պարունակում է, պարոն Խանդայան, ես ձեր տրամաբանությունը մի փոքր չկարողացա հասկանալ, բայց հիմա հարցս, կարող եք հստակ ասել թրիպի հետ կապված մաքսային հսկողություն եւ սահմանապահի դեմք, հայի դեմք տեսնելու Ադրբեջանը թե ոչ, կներեք իմ կոշտ բանի համար ձևակերպման, որովհետեւ Ադրբեջանի նախագահան Ալիևը հստակ ասում էր, որ ադրբեջանցիները սահմանին չեն տեսնելու ոչ մի հայի դեմք, այսինքն ոչ սահմանապահ, ոչ մաքսային։ Եվ մյուս հարցը որ կա, թրիպը որ ասում եք, կարող եք խնդրում եմ լռություն, էլի, ժողովուրդ։ Հարգելի գործընկերներ, լիովին կիսում եմ պարոն Մանուկյանի ասածը, հերիք է այս խոսակցությունները։ Եվ կարող եք ասել, տնտեսական ինչ օգուտ ենք ունենալու թրիպից թվերով հստակ, ինչի համար, քանի որ այդ մեծ պրոյեկտը, որ իրականացվում է, այնտեղ թվեր կա հստակ։ Այդ ունեք թե չէ, ու երրորդ հարցը հասցնեմ արագ տալ, նաև Էրեկ Ալիևն ասում էր, որ մասնագետներն եկել են արևային պանելներ են դնում։ Թրիպը իրականացում այդ Սոկոլովի հայտնի Նեման չասեմ, ամերիկացիներն են, իսկն այդքան մասնագետ չկա ադրբեջանցիներին ենք դիմե որ գան։ Այդ երեք հարցին պատասխանեք, այն սկզբին ուղղակի ես փաստ եմ արձանագրել, խնդրեմ չարժեք։ Ինչի վերաբերյալ էր։ Չէ, վերջինը։ Վերջի հարցը։ Ադրբեջանի են, որ եկել են մասնագետները արևային պանելներ տեղադրեն։ Իսկ ինչ կարգավիճակով են իրանք ով են, որովհետեւ ամերիկացիներն են, իսկովից հայերն են, ադրբեջանցին ով է տեղ։ Մաքսային հսկողության վերաբերյալ արդեն պատասխանեցի Տիկին Գալստյանին եւ սահմանային հսկողության վերաբերյալ համաձայնագիրը հստակ նշում է, ինչ վերաբերում է ում դեմքը կտեսնեն, ինչ ազգի ներկայացուցիչ, օրինակ երբ որ դուք գնում եք Դուբայ, այնտեղ շատ հաճախ, եթե դուք ունեք բիոմետրիկ ազնագիր, որևէ մեկի դեմքներ չեք տեսնում, ուղղակի անցնում եք, եւ մեր պատկերացումը, նաեւ դա համաձայնագրում է նշված ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն այն է, որ հնարավորինս արագ եւ այդ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվեն, եւ նաեւ համաձայնագիրը ենթադրում է, որ տարբեր գործառնություններ կարող են իրականացնել front office, back office տրամաբանությամբ եւ back office-ում բնականաբար միշտ լինելու են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության, սահմանապահ ծառայության աշխատակիցներ։ Թվային տվյալներ հստակ ցավոք սրտի չեմ կարող ներկայացնել, այդ հարցին չեմ պատասխանի, կարող եք արձանագրել, որ չեք պատասխանում, ինչ վերաբերում է ես արևային պանելների մասին ճիշտ ասած չգիտեմ, ինչ եք նշել։ Ենթադրում եմ հողում եք անում Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, որ մասնագետները ուսումնասիրել են էներգետիկ ենթակառուցվածքը եւ այդ փոխկապվածության հարցերը, այդ քննարկումը եւ այդ այցը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 5-ին, երբ փոխվարչապետ տեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևը միաժամանակ Ադրբեջանի տարածքում, այնուհետև Հայաստանի տարածքում ուսումնասիրել են տարբեր ենթակառուցվածքներ եւ այդ մասին տրվել է մամուլի հաղորդագրություն, այդտեղ երկաթուղու ենթակառուցվածքն է ուսումնասիրել, ճանապարհների վերաբերյալ քննարկում եղել եւ նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների մասին։ Դա եղել է 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արձագանք։
Պարոն Խանդոյան, ոչ, Նիկոլ Փաշինյանի խոսքերին եմ հղում կատարում, այսօր կառավարությունում հարց էին տալիս լրագրողները, ինքը փաստել է, որ այդ էներգետիկ մասնագետները եկել են, հարցը վերաբերվում է հենասյուներին, որոնք որ Ադրբեջանի նախագահան ասել է եւ Նիկոլ Փաշինյանն էլ հաստատել է։ Դա մեկ, եւ երկրորդը, եթե չգիտեք, մի հատ այսօրվա մամուլի հաղորդագրությունը ուշադիր նայեք։ Եվ մյուսը որ կա Ալիևի այն հռետորաբանությունը ու Թուրքիայի, որ մեր ատոմակայանը պիտի փակվի։ Եվ ասում եմ մասնագետներ կան, իսկ ատոմակայանը մեր համար ոչ միայն էներգետիկ անվտանգության կոմպոնենտ ունի, այլ նաև ազգային անվտանգության ու կարող եմ հիմնավորել դա։ Հիմա նաև դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը մեր ատոմակայանի վերաբերյալ ադրբեջանցիների եւ թուրքերի հռետորաբանության։ Շնորհակալություն։ Ինձ մեկ-մեկ թվում է այս դահլիճում մեկ-մեկ Բաքվի ռադիոն են միացնում։ Իսկ ինչ է ասում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Գուցե ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հղում անեք Հայաստանի ատոմակայանի փակման ժամկետների վերաբերյալ։ Կամ գուցե հղում անեք ՍԵՊԱ-ին 2017 թվականին ստորագրված, որտեղ նշված է Ալիևը գյուտ չի արել եւ եւ բոլորը եւ Հայաստանի կառավարությունը եւս հայտնել են, որ Հայաստանի ատոմակայանը կարող է գործարկվել մինչեւ 2036 թվականը եւ պետք է նմանատիպ կարողություններով նոր ատոմակայան Հայաստանին։ Այսինքն այստեղ որևէ նորություն այս հարցի վերաբերյալ չկա եւ այդ գնահատականը տալիս են մասնագետները եւ ոչ թե կառավարությունները կամ պետությունների ղեկավարները։ Սյուզաննա Ավետիսյան։ Պարոն Խանդանյան, ինչպես արտգործնախարարը, այնպես եւ դուք ձեր կյանքի որոշակի ժամանակահատված աշխատել եք Ավրորա մարդասիրական նախաձեռնությունում, դուք որպես բովանդակության պատասխանատու եւ խմբագիր։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է, ով այս պահին Բաքվի բանտում է ադրբեջանական շինծու կեղծ դատավարությունների հետևանքով եւ մեջ, ինչպես մեր մյուս գերիները։ Հարցս հետեւյալն է. աշխատելով նրա հետ, Ռուբեն Վարդանյանի հայրենասիրության եւ մարդասիրության լավագույն դասը ձեզ ո՞րն է եղել։ Տիկին Ավետիսյան, նախ մի բան ասեմ, երբ որ խոսում ենք գերիների եւ պահվող անձանց մասին, մենք պետական պաշտոնյաներ ենք եւ անկախ մեր ունեցած տարբեր մեր կյանքի տարբեր փուլերում ունեցած անձնական, ընտանեկան, գործնական կապերից մենք չենք կարող որևէ կերպ տարբերակում դնել եւ որևէ մեկի համար ավելի շատ պայքարել, քան մյուսների։ Դեպ այս դահլիճում մենք ունենք դրա լավ օրինակը, պարոն Գեգամ Մանուկյանը, ես երբևէ չեմ լսել, որ այդ թեմայի շուրջ խոսելուց վկայաբերի միայն իր եղբորը։ Ուստի այդ հարցերում էլ ես Սա հաշվի առնելով կուզենամ, որ մենք այդ մասին խոսելիս լինենք, խոսենք բոլորի մասին եւ նաեւ պիտի ասեմ, որ դրա մասին շատ խոսելն էլ շատ օգտակար չէ, փորձը ցույց է տվել, որ դրա մասին շատ խոսելը, հատկապես այսպիսի ամբիոններից խոսելը շատ օգտակար չէ, ավելի կարեւոր եւ արդյունավետ է դրա մասին գործ անելը։ Այն մյուս մասը ես անձնական հարց եմ դիտարկում եւ դա որևէ կապ չունի մարդկային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեխնացու լինելու հետ եւ կհրաժարվեմ պատասխանել այդ հարցից։ Ես ունեցել եմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ իմ բոլոր գործընկերների հետ եւ շարունակում եմ ունենալ լավ կապեր, ընկերական կապեր նրանցից շատերի հետ եւ այստեղ դրա ավելացնելու ոչինչ չունեմ։ Արձագանք։ Շնորհակալություն, դուք իմ հարցին չպատասխանեցիք հուսանավելով, այստեղ մենք բարձրաձայնում ենք բոլոր առնվազն 19 հայ գերիների այնտեղ պահվող մարդկանց մասին եւ երևի թե Բաքվի, ինչպես ասացիք, ռադիոից եք այդ ամեն ինչի մասին լսել։ Տիկին Ավետիսյան, ես չխուսանավեցի, ես ուղղակի ասացի, ես ձեր հարցին չեմ պատասխանում, որովհետեւ ընկալում եմ դա անձնական հարց եւ քննարկվող հարցի հետ կապ չունեցող։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այն մի քանի 100 անունները, որ դուք ժամանակին տալիս եք Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը բերել է Հայաստան այդ մարդկանց։ Այո, մենք անուններ չենք տալիս ու ելի չենք տալու անուններ, մենք այդ մարդկանց բերելու ենք։ Շնորհակալություն։ Կարելի է ավելացնեմ, քանի որ
Դուք նաև այդ հարցը Պարոն Խանդանյան, սա անկալեք որպես իմ կողմից ձեզ տրված հարց եւ պատասխանեք, միացրեք պատասխանի ժամանակ։ Քանի որ դուք նախորդիվ չեմ հիշում ազգային ժողովի նախագահի տեխնատուն թե փոխնախագահի տեխնատունից նաև հարց եք բարձրացրել թե տիկին Զոնաբենդի նամակը ինչ ուղղված Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին ինչ ճակատագիր ունեցել, ես հետևել եմ եւ արտաքին գործերի նախարարությունը արդեն իսկ կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ եւ նախատեսվում է հանդիպում։ Շնորհակալություն։ Ես կարձագանքեմ, արձագանքի տեսքով հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հիշեցնել, որ անցած գումարման ընթացքում էր, որ Հայաստան խմբակցությունը այստեղ Հայաստանի Հանրապետության վարչապետն էր կանգնած պատասխանում հարցերին, մեղադրանքներ էր հնչեցնում գերիների վերադարձի ուղղությամբ քայլեր չանելու մասին։ Վարչապետը լուր լսեց այդ մեղադրանքները, լուր։ Ոչ մի փոխադարձ մեղադրանք, ոչ մի բան չհնչեցրեց։ Դրանից հաջորդ օրը կամ հաջորդի հաջորդ օրը տասնյակ գերիներ վերադարձան։ Էնպես որ խնդրում եմ այս թեմայի մասին ավելորդ շահարկումները այս դալից չբերել, դա գործին չի օգնում, դա գործին միայն խանգարում է։ Փակ քննարկումներում կամ առանձնազրույցներում մոտեցեք գործընկերներին արտաքին բլոկի, տվեք հարցեր եւ ստացեք պատասխաններ։ Եթե ունեք արձագանք, պարոն Խանդանյան։ Չէ, պարոն Ալեքսանյան, չունեմ, շնորհակալ եմ։ Մարիա Կարապետյան։ Շնորհակալ եմ։